բիզնեսի թխվածքի գաղափարը, հա, կուզենամ կիսվեք մեր ունկնդիրների հետ։ Ձեռնարկատերը միջև բոլորին չկերակրին չի կարող ուտել։ Ընտրություն է կատարում վարձու աշխատողը դառնալ ձեռնարկատեր, թե չէ։ Քո գլխում, որպես բիզնես ղեկավար, առնվազն ինտուիտիվ մակարդակով այդ ռազմավարությունը կա։ Բաժնեմասեր կիսելը դա անկեղծ հոգեբանական շատ լուրջ պահ է։ Պատահական չի, որ HR-ը դառնում է տաղանդների կառավարման ինստիտուտ, ոչ թե մարդկային ռեսուրսների։ Այսինքն, ստեղ ուզենք, HR-ի դերը ավելի է մեծանում։ Իսկ HR-ը ստեղ ինչ դեր ունի։ HR-ը որպես մարդ չհասկանանք, HR-ը որպես ֆունկցիա հասկանանք, հա։ Մարդկային ռեսուրսների կառավարումը ինքը ընդհանուր ռազմավարական կառավարման անբաժանելի մասն է։ Շատ նուրբ է սահմանը, այն չոր եւ չոդ է բիզնես ղեկավարի վերածվելու։ HR-ը եմ ասում, միշտ գործ ունի այնպիսի երևույթի հետ, ինչպիսին էմոցիոնալ էակ մարդն է։ Ես միշտ ասել եմ, երազել եմ ստեղծեմ այնպիսի համակարգ, որտեղ կերազեմ աշխատեն իմ ընտանիքի անդամները։ Բարև ձեզ, վերադառնում ենք ոդկասթի մեր հերթական էպիզոդով։ Այսօրվա իմ հյուրն է պարոն Վահագն Համբարձումյանը, հանդիսանում է Հայաստանի Գործարարների Հանրապետական Միության նախագահ, ունի տարիների մեծ փորձառություն կառավարման, բիզնես կառավարման եւ առհասարակ թիմերի ղեկավարման մեջ։ Բարև ձեզ, պարոն Համբարձումյան ջան, շատ մերսի, որ եկաք։ Ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրեցիք, շատ լավ, շնորհակալություն։ Դες էլ որ տեսա ավելի լավացա։ Մերսի, պարոն Համբարձումյան ջան։ Ձեր փորձը ինձ համար բավականին բազմազան է, ինչպես ես եմ տեսնում եւ ռազմավարական կառավարման, եւ բուն կառավարման, եւ մեծ թիմերի կառավարման, բայց միջև բուն թեմաներից խոսելը, որ ինձ որպես ղեկավար, որպես մասնագետ շատ հետաքրքիր է, եկեք խոսենք այն մետաֆորան, որ իմ գլխում տպավորվեց հենց մեր առաջի հանդիպումից սկսած էլ բիզնեսի թխվածքի գաղափարը, հա, կուզենամ կիսվեք մեր ունկնդիրների հետ։ Սիրով, բիզնես թխվածքը դա հենց այն գաղափարն է, որ թխվածքը որպես համեղ ուտելիք համեմատվում է բիզնեսի հետ, բայց այդտեղ համեմատվում է նաև ուտողներին, ովքեր են բիզնեսից ուտում։ Եվ որպեսզի լավ պատկերացնենք առհասարակ ձեռնարկատիրոջ գործարարի կարգավիճակը, բիզնես թխվածքի ուտողների ցանկը եւ իրենց պատառների ցանկը, յուրաքանչյուր իրենց պատառով, երբ որ վեր ենք լուծում, հա, հակիրճ ասեմ, դրանք բիզնեսի թխվածքից ուտողները դրանք օրինակ աշխատակիցներն են աշխատավարձի տեսքով, պետությունն է հարկերի տեսքով, բանկերն են տոկոսի տեսքով, գույքի տերերն են գույքային իրավունքներով, ոչ գույքայինը նաև ռոյալթիներով։ Եվ այս բոլորը կապված են բիզնեսի հետ, ուտում են բիզնես թխվածքը, բայց ի տարբերություն ձեռնարկատիրոջ իրենք ուղղակի ուտում են իրենց որոշակի տրված արժեքի դիմաց, բայց այստեղ շատ կարևոր է, որ մենք ճիշտ հասկանանք, որ ձեռնարկատերը միջև բոլորին չկերակրին չի կարող ուտել։ Այս է ամենակարևոր մասը, երբ որ ընտրություն է կատարում վարձու աշխատողը դառնալ ձեռնարկատեր, թե չէ։ Որովհետև արդեն ինքը տեղափոխվում է մի այնպիսի կարգավիճակի, որ ըստ էության պետք է բոլորի պատառները կարողանա բավարարել, եթե մնաց, կուտի, եթե չէ, պետք է իր սեփական միջոցներից նորից տնի։ Կարծեմ գիրք եք, չէ՞ ուզում գրեք դրա շուրջ։ Հա, մի թխվածքի պատմություն։ Մի թխվածքի պատմություն։ Ընթացք կա, թե։ Իմ ընկերներն են շատ մի քիչ այդ հարցում համոզում, բայց ես այս պահին մի քիչ ավելի շատ պրակտիկա մոտս զբաղվածությունը, բայց կգա ժամանակը կգրեմ։ Պահը կհասունանա։ Այ ասցիք, որ ինչ որ պահի որոշում ես կայացնում վարձու աշխատողից անցնել դեպի ձեռնարկատեր։ Դուք ոնց որոշեցիք։ Ես քաջը ծանոթ եմ ձեր կարիերային, դուք աշխատել եք ֆինանսների եւ հաշվապահության ոլորտում, հետո որոշել եք այդ անցումը կատարել։ Ինչ պահեր սա, մի փոքր կպատմեք դրանից։ Հա, իհարկե, նայեք, ընդհանրապես գումար աշխատելու հիմնական 4 կարգավիճակները, դրանք վարձու աշխատողն են, ինքնազբաղված անձիկ են, գործատու ձեռնարկատերերն են եւ ներդրումային, հա, ներդրում իրականացնող, ովքեր пассив եկամուտներ են ստանում։ Առաջի դեպքում վարձու աշխատողից ինքնազբաղված անձ դառնալը ըստ էության համարյա ինքը կարգավիճակում փոխում է ժամային գրաֆիկը։
հաշվապաների պարագայում իրենց ասում են վազող հաշվապաներ, այսինքն իրանք ոչ թե որևէ մեկի մոտ նստած աշխատում են որպես հաշվապահ, այլ այսպես անգլերեն բառը freelance ասվածը, freelance, հա, ազատ գրաֆիկով իրենք աշխատում են։ Մի քանի կառույցների հետ հաշվապահություններ են վերցնում, հա, փոքր, մեծ, եւ արդյունքում ստանում են իրենք որոշակի, հա, ժամանակային ազատություն, տնօրինում են իրանց գումարները ավելի հնարավորություն են ստանում ավելի շատ, հա, այդ ժամանակի նաև ազատության հնարավորությամբ շատ ավելի սպասարկում իրականացնել, բայց ըստ էության դեռ իրենք ձեռնարկատեր չեն։ Այս անցումը նույնպես էլի ընդհանրում է որոշակի ռիսկ, որովհետև ինչ որ չափով էլի կոմֆորտ զոնայի փոփոխություն է։ Ստաբիլ եկամուտից առնվազն հրաժարվում ես։ Հրաժարվում ես եւ բոլոր դեպքերում կա որոշակի ռիսկ, բայց աննշան։ Մյուս կարգավիճակը արդեն, երբ որ ինքը անցնում է գործատու կարգավիճակի, դառնում է արդեն ձեռնարկատեր եւ հետեւաբար ինքը ոչ միայն եկամուտ է վաստակում միայն իր համար, այլ նաեւ ապահովում է աշխատատեղ։ Այստեղ արդեն ինքը այս խաչմերուկին, այս որոշումը կայացնելուց հետո ինքը արդեն փոխակերպվում է եւ դառնում է լրիվ ուրիշ մոտեցումներով։ Լրիվ ուրիշ մոտեցումներով, որովհետեւ այստեղ արդեն ինքը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր համար։ Սա էլ է շատ հետաքրքիր ճամփաբաժան, մարդկանց մեծ մասը այս հատվածում կամուկաց են անում, որովհետեւ այո, իրենք ամեն դեպքում պետք է հաշվի առնեն, որ գործատուն դա արդեն պահանջվում է այլոց վարկագծի կառավարում, գործատուն պահանջում է նաև այլոց պատասխանատվության կրում, որովհետև եթե աշխատակիցը թույլ տվեց որոշակի սխալներ, դրա պատասխանատվությունը կրում է գործատուն հաճախորդի դիմաց։ Եվ այս ամեն ընդհանուր հաշվի առնելով ստեղ էլ է մի պահ արդեն ֆիլտրացիա արվում, ոչ բոլորն են գնում այստեղ։ Ձեռնարկատիրական գործունեությունը այնուամենայնիվ ձեռնարկատիրականից պասիվ եկամուտը ես չէի համարի, որ անցումը այդպես կտրուկ է, այստեղ էլ ունենք մի քիչ կոր ունենք, դա նշանակում է, որ ձեռնարկատերերն էլ իրենք իրանց հերթին ունեն որոշակի փոխակերպման փուլեր, դա գծային կառավարումից դեպի կետային, այնուհետ ցանցային կառավարումն է, եւ այսօր ամենատարածված մոդելը, ֆրանշիզայի մոդելը, որ հիմնականում արդեն ճանաչված, բրենդավորված կառույցները փորձում են տարածվել ոչ մասնաճյուղային մոդելով, ֆրանշիզայի մոդելը հենց դրանց օրինակներից մեկն է, որտեղ արդեն շատ ուրիշ հմտություններ են պահանջվում, այդ թվում պատկերը մեծ տեսնելու ունակությունը։ Գլոբալ հայացք ավելի։ Հա, այսինքն պատկերը մեծ տեսնել, որովհետև կարող են ձեռնարկատեր ինքը մնա որպես ձեռնարկատեր փոքր մասշտաբի։ Այսինքն մասշտաբայնացման խնդիրն է այստեղ շատ կարևոր, եւ այստեղ արդեն գալիս է նոր մշակույթ, որը կոչվում է բոլոր դեպքերում բիզնեսում շեյր են ասում կիսվել, այսինքն իրանք պետք է կարողանան հաղթահարեն այդ հոգեբանական այդ բարիերը եւ իրենց բաժնեմասերը կիսեն, որովհետեւ բաժնեմասեր կիսելը դա անկեղծ հոգեբանական շատ լուրջ պահ է, ու մեր ես երբ որ համեմատում եմ հայկական եւ հայկական Իսրայելի պետության ստարտափների օրինակները ուսումնասիրելով Իսրայելին, այնտեղ շատ ոգևորիչ է, ու այնտեղ սովորացնում են, եթե դու ստարտափ ունես, քո հաջորդ քայլը պետք է լինի թե վենչուրի հետ կիսվելը կամ թե խոշոր, ասենք, լավ թիմ ձևավորելը։ Իսկ մեր մոտ կա այսպիսի կարծրատիպ, որ այս 100%-ը իմնա չէ, ավելի լավ է, քիչ լինի, բայց իմը լինի բոլորը, եւ երբ որ մարդկանց ներկայացնում ես, որ երբ որ դպրոցում ձեզ սովորացրել են, որ 50-ը 100-ից փոքր է, մաթեմատիկորեն ճիշտ է, բայց կորպորատիվ միջավայրում դա այդպես չէ։ 50-ը կարող է 100-ից 1000 անգամ մեծ լինել իր շահութաբերությամբ։ Վերջում գալիս է пассив եկամուտներ, դա արդեն մի քիչ այլ կարգավիճակ է, այստեղ արդեն եկեք пассивը մի քիչ երկու տեսակի բաժանենք, մարդիկ կան, ովքեր անշարժ գույքեր են առնում կամ ավանդ են դնում եւ пассив եկամուտ են ստանում, սա մի քիչ շատ пассив է, եւ կա пассивի մի քիչ ոչ այդքան էլ пассив, դա արդեն այն մարդիկ են, ովքեր ստարտափներում գումար են դնում, այսպես ասած ռուսերեն stavka ասած բառը շատ լավ է, stavka են դնում իր վրա, այսինքն որ տեսնեն ինչ որ մի ժամանակ հետո կշահեն, սա ռիսկային է։ Բայց էլի իրանք անմիջական չկա մասնակցություն։ Դուք փաստորեն որոշել եք անհատական վարձու աշխատողից կամ ֆրիլանսերից անցնեք։ Այո, ես սկզբից դառա ֆրիլանսերը, վազող հաշվապահ է, այսպես ասած, մի քանի տեղ, հետո ես հասկացա, որ
երկու տարբերակ ունես դու կամ մնաս նույնը նույն կարգավիճակում տարիների ընթացքում փորձվեց, բայց դու չմեծանաս, դες արդեն հավակնությունների հարց է, կամ մեծանաս, բայց մեծանալ արդեն իրանից ենթադրում է կարճաժամկետ զողողություններ, այսինքն նույն գործ, երբ որ դու դառնում ես գործատու, քո եկամտի մի մասը պետք է տրամադրես որպես աշխատավարձ։ Այ հենց այս առաջի հետ քայլը եթե կարողացար անես եւ այնուհետեւ դրանից հետո սկսեցիր այդ հետ քայլը պետք է չլինի ինքնանպատակ, դա պետք է լինի ապագային միտված եւ մեծացման, այսպես ասած, նախնական քայլ։ Հենց այս պահը, երբ որ մարդը հաղթահարում է եւ հետ քայլ է անում, ինքը սկսում է արդեն մեծանալ։ Իսկ մյուս մասերը բնականաբար ամբողջ ռազմավարական մեծ, այսպես ասած, հմտություններ են պահանջում։ Այդ մենակ հետ քայլով չի դավաճի, շատ մեծ լուրջ կարևոր է, որպեսզի կարողանա ժամանակի ընթացքում բոլոր մարտահրավերներին գոնե կամ դիմակայել կամ նվազագույն կորուստներով դուրս գալ։ Այ ռազմավարությունից խոսեցիք, ուզում եմ մենք մի փոքր անդրադառնանք բիզնես ռազմավարության եւ HR ռազմավարության այդ խաչմերուկին, դե HR ռազմավարությունը ենթակա է բիզնես ռազմավարությունը, բայց մինչև դա, հա, ոնց պատկացեք մի ունկնդրի համար, ով ընդհանրապես երբևէ բիզնեսում չի եղել, բայց այդ ճանապարհին է սեփականը ունենալու, ոնց կբնորոշեք բիզնես ռազմավարությունը։ Բիզնես ռազմավարությունը կան բազմաթիվ ձևակերպումներ, հա, ինչի է ռազմավարությունը, բայց ես իմ փորձով եւ իմ տեսական ուսումնասիրությամբ կարող եմ ասել հետեւյալը։ Նախ առաջին հերթին պետք է մարդերին հարցնել ինչ է ինքը ուզում։ Ինչ է ցանկանում։ Ռազմավարությունը բխելու է իր ցանկություններից, որովհետեւ եթե ինքը ցանկանում է ինչ որ մի բան փոխել, հա, եթե դու որևէ բան փոխելու նպատակ չունես, այսինքն քո նպատակը շահույթ ստանալն է, ես դա բիզնես չեմ համարում։ Ես դա համարում եմ կներեք ուղղակի փող աշխատել։ Լավ։ Հավատը դա փող աշխատել է եւ ինքը երկար կյանք չունի։ Իսկ եթե դու ուզում ես ինչ-որ մի բան փոխես, այստեղ արդեն հետը ծնվում է ռազմավարություն։ Եթե չկա այդ գաղափար, ռազմավարություն չի կարա լինի։ Ռազմավարության հիմնական ամենամեծ բնորոշ հատկանիշը նա է, որ դու կարաս ամեն ինչ պատվիրակես բոլորին, բացի ռազմավարության մշակումը։ Քոննա դա։ Այո, դա քո մեջից է դուրս եկել։ Նկարիչը չի կարող իր կտավին նկարելը պատվիրակել որևէ մեկին։ Ուղղակի դա հնարավոր չէ, որովհետև դա չստացվեց արդեն իր ռազմավարությունում։ Եթե դու պատվիրակես ինչ-որ մեկին եւ գաս նայես, բնականաբար դա քոնը չի լինելու։ Իսկ ռազմավարությունը դա նկարչություն է։ Բարիզմուն իմաստով նկարչություն է, ու դու նկարում ես քո այն պատկերը, որը դու ուզում ես տեսնես այդ համակարգը եւ քո համակարգը փոխկապակցած բոլոր արտաքին միջավայրում։ Եվ հենց այս պատկերը, որը նկարում ես, որը քեզ տանելու է հասցնել այդ նպատակներին, դա իմ համակցված մեծ գործողությունների ամբողջությունն է։ Իմիջիալոտ ռազմավարության հետ կապված ես ունեմ նաև մի առանձին դեռ շատ չեմ բարձրացել այդ մասին, առանձին իմ համար ունեմ մի տեսություն, որը միշտ բաների ժամանակ ասում եմ Google-ով չեք գտնի դա։ Հա, ձեր գլխում է։ Հա, դա չէ, որտեղ ես եմ դա գտել իր, հա, ինքը կոչվում է անգլերեն Units, Products, Clients, Resources, UPCR, այսինքն Units, Products, Clients, Resources, Partners, Processes եւ Culture։ Լավ։ Հա, այս բոլորը իրար հետ հենց ռազմավարության քարտեզագրումն են։ Եթե ուզում ես իմանալ քարտեզագրումը, նշանակում է սա, ուրեմն յունիտները, որը իմիջիալոց հենց HR-ի բլոկն է, պրոդուկտը, ինժեներիան է, clients-ը մարքեթինգն է, այո, հաճախորդների բլոկն է, որով զբաղվում են մարքետոլոգները, որ կարողանան այս հաճախորդներին եւ շուկայախորշերն են ուսումնասիրում, եւ պահանջմունքներն են բացահայտում, եւ մրցակիցների առավելություն, clients, units, products, clients, resources, սա շատ կարեւոր է, որ պետք է գնահատվեր ֆինանսական, նյութական, տեղեկատվական բոլոր ռեսուրսները, partners, դրանք, հա, գործընկերները, դրանք միշտ որ խոսում եմ HR-ի մասնագետներից, ես նկատում եմ, որ բոլորի մոտ այդ մասը կաղում է, իրանք չեն պատկերացնում, որ ովքեր են պարտներները։ Պարտներները դրանք այն մարդիկ են, ովքեր
HR-ի փոխարինող գործը HR-ի թիրախին են փոխարինում։ Այսինքն եթե HR-ը պետք է մարդ, հա, գտնի հավաքագրի թիմում աշխատելու համար, դա outsource է անում, արտապատվիրում է պարտներներին։ Այսինքն պարտները ինքը HR-ի հետ համակցող է։ Համատեղ աշխատող օղակը։ Ոչ թե համատեղ, HR-ի բացը լրացվում է պարտներով։ Լավ։ Դու պատկերացրեք չեք կարող մենք բոլորը միայն մեր HR-ով անենք։ Ինչ որ մի մաս մենք միշտ արտապատվիրում ենք։ Դե հա։ Հնարավոր չի ուղղակի ֆիզիկապես ամեն ինչ աշխատողներով անել։ Այնուհետև գալիս է processes եւ culture, այսինքն սա արդեն բոլոր կազմակերպության գործընթացներն ու մշակույթն են։ Եթե ռազմավարությունը դիտարկենք այս բոլոր բանաձևը բացվածքով, այսինքն նշանակում է, որ պետք է ունենանք մեր բոլոր տեսլականները այս բոլոր կետերով։ Տեսեք ինչ միտք ունեցա։ Մասամբ իդեպ ձեզ հետ աշխատելու արդյունքում ես այս հարցի պատասխանը գիտեմ, բայց կուզենամ լուսաբանեք քո գլխում որպես բիզնես ղեկավար առնվազն ինտուիտիվ մակարդակով այդ ռազմավարությունը կա, այո, երբ որ դու ունես այդ փորձառությունը, գիտելիքը եւ տեսլականը, իրեն կարողանում ես նաեւ թղթի տալ, իրեն շոշափելի դարձնել եւ այդ ձեր ասած բոլոր ատրիբուտներում պատկերացնել։ Սակայն չէ, ի հավելում են դրան, կարևոր է որ դու սա նաեւ հասցնես քո բոլոր օղակներին, առնվազն քո ղեկավարական օղակին եւ աշխատակիցներին համաձայն եք, չէ՞ ինձ հետ, որ այդ ինչուն աշխատակիցները պիտի իմանան եւ մենք ինչ ենք անում։ Այ եթե պրակտիկ ձեր օրինակով, իսկ դուք ես գիտեմ սա ֆանտաստիկ լավ եք անում, ինչպես եք դուք այդ միսիան, տեսլականը, երազանքը, ռազմավարությունը, հա, հասցնում կապանի մասնաճյուղի ձեր աշխատակցին։ Մասնաճյուղ չասենք, որովհետև իրանք առանձին տնտեսարող սուբյեկտ են, իրանք առանձին սեփ, իրանք մեր հետ հիմնականում ֆրանշիզայի նման են աշխատում բոլորը, այսինքն ունեն իրենց սեփականատերերը, ունեն իրենց կապանի գործընկեր կլինի, թե մասնաճյուղ կլինի, թե տարբեր, հա, կապ չունի, թե այլ քաղաք կլինի, մեր խնդիրը հետևյալն է, ինչի որ սկզբունքի վրա է դա հենված, եթե մարդը գիտի որևէ իր վարքագծի փոփոխությունը ինչի համար է, այսինքն պատճառը ինքը չի ընդդիմանալու ներքուստ մաքսիմում ինքը կարող է թերանալ հմտությունների մասով, բայց եթե մարդը չգիտի ինչի համար է ու այդ մարդը նույնիսկ հմուտ է լինի, այս դեպքում շատ կարճաժամկետ է լինելու, խաբուսիկ է իր ընդունելը վերջի վերջո մարդու մոտ առաջանալու է դիմադրություն ներքին եւ կարող է նույնիսկ հանգել կոնֆրոնտացիայի, այդ վերածվել արտաքին կոնֆրոնտացիայի։ Այսինքն ստեղ շատ կարեւոր է, որ դու կարողանաս քո գաղափարը վաճառել նաեւ քո թիմին։ Իսկ գաղափարը թիմին վաճառել, այո, չվախենանք այդ բառից ասելուց, վաճառել նշանակում է, որ այդ մարդիկ այդ գաղափարը պետք է քեզնից առնեն որպես հաճախորդ քո թիմի անդամները եւ ամենակարևորը որ որևէ ժամանակ հետո իրենք չփոշմանեն որ դա առել են այսինքն ընդունել են որտեղ նույն հաճախորդ երբ որ դու իրան պրոդուկտ ես վաճառում եթե ինքը փոշմանեց ինքը չի ուղղորդի ավելին ուրիշ եկողներին կդիմակայ հաջորդ անգամ էլ չի հավատալ ինքը միանշանակ չի գա նույնը նաեւ աշխատակիցն է եթե դու վաճառեցիր գաղափարը առաջին հայացքից ինչքան էլ ռետորիկան բնականաբար շատ կարևոր է ռետորիկան մտքի այդ անկեղծ շարադրանքը երբ որ կարողանում ես ներկայացնել որ մենք ինչ ենք ուզում անենք եւ նաեւ քո օրինակով ցույց ես տալիս որ դու եւ քո թիմի հավակնությունը քո անձնականը չի այլ համակարգի շահանա որը հետո բնականաբար անդրադառնալով մեր անձնական շահին ուզենք չուզենք այսինքն այստեղ շատ կարևոր է այդ իմիջիալոց մռը բանում մարդկային ռեսուրսների մեկ գերախնդիրներից մեկն էլ գերխնդիրներից մեկն էլ ճիշտ հավակնություններով մարդկանց ներգրավելն է որտեղ հմտությունների վրա ուշադրություն են դարձնում մոտիվացիայի ուշադրություն են դարձնում հավակնությունների վրա կարևոր է ուշադրություն դարձնել դուք ասում եք մռն եւ ռազմավարություն սրանք ոչ թե իրար հետ խաչում են սրանք իրար հետ զուգահեռ գնացող երկու հուներ են այսինքն մարդկային ռեսուրսների կառավարումը ինքը ընդհանուր ռազմավարական կառավարման անբաժանելի մասն է չի կարող մռը ղեկավարը չիմանալ կազմակերպության առաքելությունը չի կարող ինքը չիմանալ կազմակերպության նպատակները եւ առհասարակ պրոդուկտը որին արժեքը որը տրվում է սպառողներին ինքը կարողանալ այդ թիմը ձևավորել այդ պատճառով ես միշտ ուշադրություն եմ դարձնում որ ընդհանրապես մարդկային ռեսուրսների կառավարման այդ խնդիրը հավակնություններին որ գնում են ինքը արդյոք ուշադրություն են դարձնում ում ես դու հավաքում
Եվ սա շատ կարևոր է, երբ որ հավակնությունները ճիշտ են, հմտությունները ճիշտ են, այդ մարդկանց դուք երբ որ վաճառեցիք քո գաղափարը, այսինքն ընդունեցին 1 տարի, 2 տարի, 3 տարի հետո այդ մարդիկ ոչ մեկ չփոշմանեն, որ գնել են այդ գաղափարը քեզնից։ Եվ քեզ հետ են։ Եվ քեզ դե բնական է, թե գաղափարը գնել են քեզ հետ են։ Այդ մարդիկ կարող են հետո նույնիսկ քեզ հետ չլինեն, բայց այդ գաղափարով իրանք նոր արժեքներ ստեղծեն։ Դա էլ է շատ կարևոր, որովհետև այդ գաղափարը ինչ որ տվել է իրանց, հա, որի հիմքում ընկած է աշխարհը փոխելու ամենակարևոր գաղափարը, ինքը այո, դա մենք միշտ մտածում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանը չի կարող պարզ սիլիկոնյան հովտում չենք ծնվել, հա ինչ անենք սիլիկոնյան հովտում չենք ծնվել, մենք էլ ծնվել ենք մեր այս լեռներում։ Մենք կարող ենք ստեղծել այնպիսի արժեքներ, որ մարդկանց կյանքի որակը բարելավի։ Եվ ունենք դրա շատ օրինակներ։ Այո, ունենք, այսօր ունենք։ Մենք այսօր ծրագիր ենք մշակում, այնպիսի մեթոդաբանություն ենք մշակում, այնպիսի շատ մեծ մոդելներ ենք մշակում, որ հաշվապահների մատուցած ծառայությունների որակը անընդհատ բարելավի։ Ու դրանից մենք նաև բացի ֆինանսական, նաև մեծ հաճույք ենք ստանում, որ մենք կարողացանք հաշվապահի ձեռը մի գործիք դնել, որով ինքը իր հաճախորդին ավելի լավ որակյալ ասպասարկել։ Սա նույնպես աշխարհը փոխել է։ Մի քիչ կմանրամասնենք հենց այդ product-ը, որ ասում եք, այդ համակարգը, որ ստեղծել եք այն մարդկանց համար, ովքեր որ չգիտեն, պարոն Համբարձումյան, ինչի մասին է խոսքը։ Հիմա նայեք, ձեր ասածը հետ դառնանք, որ ինչից սկսվեց մեր հաշվապահական ասոցիացիան եւ այլ այս համակարգի ստեղծումը։ Մենք կարանք մնանք նույն կարգավիճակում, դառնանք ստանդարտ հաշվապահական գրասենյակ, որը ունի որոշակի հաշվապահական ծառայությունների գործընկերներ, իրանց հետ աշխատում է, մեկը լավ, մեկը փիս։ Ստեղ գիտեք, որ նախնդիրը ռազմավարության մեջ շատ կարևոր է, ես հեղինակների անունները լավ չեմ հիշում, բայց շատ հզոր աշխատություն է, Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը։ Որն է իր գաղափարը։ Ասում է, եթե դու բոլորը կռվում են, մրցում են Կարմիր օվկիանոսում, դա արյունալի օվկիանոս է, դա մրցակիցների հետ դաժան պայքար է։ Եթե դու ուզում ես մրցակցային այդ ամբողջ արյունոտ մրցակցային միջավայրից դուրս գալ եւ հայտնվել Կապույտ օվկիանոսում, դրա համար դու պետք է ոչ թե գնաս տեսնես մրցակիցների ինչին անում, նույնը անես, այլ ստեղծես այնպիսի նոր product, որը քո մրցակիցները դեռևս չեն երազում։ Պահանջարկ ստեղծես, էլի։ Ապրես։ Այո, դա ամենակարևոր բառն է։ Նոր պահանջարկ ստեղծել։ Եվ շատ կարևոր է ընդհանրապես Կապույտ օվկիանոսում ինքը հստակ չի գրած, բայց իմ կարդալուց ես նաև գալիս եմ եզրակացության, որ Կապույտ օվկիանոսի գաղափարը դա թաքնված պահանջմունքների բացահայտումն է եւ անտեսված առաջարկների ներկայացումը։ Այսինքն ինչ է, հիմա Կապույտ օվկիանոս ստեղծեց Apple-ը։ Կապույտ օվկիանոս ստեղծեց Microsoft-ը ժամանակին։ Նույնը ստեղծում հիմա Իլոն Մասկի ինչքան էլ ասենք խելարը, ինչ անում ուզում եք դրեք, պարում ինչ անում, բայց Իլոն Մասկը ինքը Կապույտ օվկիանոսների չեմպիոն է։ Միանշանակ։ Անընդհատ ստեղծում է այնպիսի բաներ, որ մրցակիցները դեռ հələ չեն պատկերացնում ինչ արել էս մարդը։ Այսինքն Կապույտ օվկիանոսը դա պոտենցիալ հաճախորդների վրա աշխատելն է, ոչ թե քո շուկայախորշը, նոր շուկայախորշերը գտնելը, նոր բան, այսինքն ինքը պետք է ցած կանես։ Իհարկե, ինքը նաև շատ լավ է տեսությունը նկարագրում է եղնակ եւ ասում է, որ կա ժամանակի ընթացքում նաև Կապույտ օվկիանոսները սկսում են ընդօրինակվել, սկսում են կարմրելը։ Հա։ Որոշ ժամ, այո, այդպես է ամենահետաքրքիր սարքած նոր համակարգ ինքը ընդօրինակվելու է։ Բայց երբ որ արդեն դու ցածկանող ես Կապույտը, քո հաջորդ ցածկին ես դու արդեն ուսումնասիրելու եւ գնաս։ Եվ հենց այս ամեն ինչը գաղափարը իմ ժամանակ, որ դեռ հələ ես այդ գիրքը չէի կարդաց, ես ասացի, բալա, մենք ինչ ստեղծենք, մի հետաքրքիր բան, որ կարողանանք տարբերվենք մյուսներից եւ դրա հենց հիմքում ընկած էր հաշվապահական մի այնպիսի ծրագրի ստեղծումը, որը կտարբերվի առհասարակ ստանդարտ հաշվապահական ծրագրերից եւ իր մեջ պետք է ունենա ոչ միայն հաշվապահության ավտոմատացում, այլ բոլոր բիզնես process-ների ավտոմատացում, մարդկային ռեսուրսների կառավարում, CRM համակարգը։ Կան չէ հիմա այդ բոլորը արդեն ձեր սիստեմում։ Բոլոր գործիքները մենք ունենք եւ ցանկացած հաշվապահական գրասենյակ աշխատելով մեր ծրագրով շատ ավելի մեծ մրցակցային առավելություն է ունենում, քան մյուսները, ովքեր չունեն։ Քանի գործընկեր ունեք այս պահին, պարոն Համբարձումյան։ Այս պահին մենք ունենք 43 հաշվապահական գրասենյակ գործընկերներ, որոնց հետ մենք պայմանագրային հիմունքներով ենք աշխատում։
Իրանք էլ իրենց հերթին այսօր հենց կակրած թիվը նայեցի 13700 հաճախորդ են սպասարկում Հայաստանում։ Ահրելի մեծ թիվավորություն։ Մոտ 420-430 թիմի անդամներով են մեր ասոցիացիա անդամները։ Հրաշալի, կպատկերացնեիք, որ այս թվերին կհասնեք ինչ որ պահի։ Չեմ կարա թվերի Այս մասշտաբի էլի, այս արժեքի։ Այն ինչը որ հիմա կա, ամեն դեպքում ինչ որ մի օր եղել է մեր պատկերացումները։ Մեր ոդկասթի հիմնական գործընկերն է Magnus HR-ը։ Magnus-ը HR եւ recruitment հավաքագրման ծառայություններ մատուցող ընկերություն է, օրգանիկ կամուրջ, տաղանդների եւ բիզնեսների միջև։ Ավագ հաստիկների համալրում, թիմի կառավարում, գնահատման համակարգեր, HR աշխատանքների չափում եւ արդյունավետության գնահատում։ Նմանատիպ եւ այլ կառավարչական եւ HR մարտահրավերների հարցում Magnus HR-ն այստեղ է։ Magnus-ի հետ կարող եք կապ հաստատել ձեր կողմից նախընտրելի սոցիալական հարթակների միջոցով։ Բոլոր հղումները տեղադրված են ոդկասթի նկարագրություն բաժնում։ Մեր ոդկասթի մեկ այլ սիրելի գործընկերն է Pixart Academy-ն, որն ապահովում է մեր ոդկասթի ամբողջ տեխնիկական կողմը։ Վերադառնալով մեր նախորդ խոսակցության, որտեղ շեղվեցինք, ես շեղեցի, մենք խոսում ենք այն մասին, թե ոնց կարող ենք մեր բիզնես ռազմավարությունը հասանելի դարձնել մեր բոլոր շահառուներին, մեր աշխատակիցներին, թիմին, եւ դուք խոսեցիք այդ գաղափարը վաճառելու, դրան հավատալու եւ այդ էֆեկտի երկարաժամկետության մասին։ Էլի փորձված մեթոդներ, տարբերակներ ունեք, թե ինչպես եք կարողանում ձեր գլխում եղած տեսլականը, ձեր նպատակները եւ ձեր ռազմավարությունը հասանելի դարձնել այլոց։ Իհարկե, դրա համար միանշանակ մեթոդներ պետք են, որտեղ մարդկանց ուղեղների մեջ ցավոք սրտի Wi-Fi չկա։ Ես կարող եմ ուղեղը Wi-Fi-ին սխմեմ, բոլորի ուղեղներում դա միանգամից տարածվի։ Իսկ այդ Wi-Fi-ի փոխարինիչը, նորից եմ ասում, այդ գաղափարը ճիշտ ներկայացնելն է։ Այստեղ շատ կարևոր է, որ գաղափարը ներկայացնելու զուգահեռ դիմացի կողմը գաղափարի հետ միասին նաև տեսնի իր հետաքրությունները։ Որտեղ եթե ինքը այդ գաղափարի իրագործման, այդ ճանապարհի մագլցման, ճանապարհը միշտ լինելու է վերև։ Այդ մագլցման ճանապարհին եթե ինքը չի ունենալու իր հետաքրությունները, իր benefit-ը, իր շահը։ Այո, իր շահը, իր շահը եթե չի ունենալու, նույնիսկ գործընկերները, բաժնետերերը, շահակիցները, տենց ասենք, stakeholder-ը ասում են։ Շահառու։ Չէ, շահակից։ Շահակից։ Եկեք այս շահառուները դրանք ուրիշ են, շահակիցները դրանք բաներն են, բոլորն են, շահառուները դրանք բիզնեսի շահառուն իր աշխատակիցն է, իր հաճախորդն է, իսկ շահակիցները մի քիչ ավելի ընդգրկուն են։ Հասկացա։ Հենց այդ դա է, որ դու եթե կարողանաս քո շահակիցներին ճիշտ ներկայացնես ու իրենք քո դառնա ոչ թե շահդ առնող, այլ շահառու, այլ հենց քո շահի հետ կծվող։ Ես տենց եմ մեկնաբանում, որ իրենք միանան, գործընկերների աշխատիկ միանան։ Այստեղ միանշանակ կարծում եմ, եթե դու հավատում ես այդ գաղափարին, ինքն էլ իրատեսական է եւ դու ռոմանտիկ չես, էլ 100%-անոց միայն ռոմանտիզմով չես ապրում, կարող ես դու հիմնավորված մարդկանց համոզել։ Իսկ դա եղանակը, անձնական օրինակով, անձնական կարգապահությամբ եւ նաեւ իրենց այդ անընդհատ շփվելով, բանակցելով կլինեն իհարկե դեպքեր, ովքեր չեն հավատա։ Ոչ մի խնդիր։ Դա իդեալական չէ եւ միանշանակ շատ նորմալ է, անհնար է որ մարդիկ օրգանիկ process է։ Այո, ինքն օրգանիկ process է եւ այդ չհավատողների հետ դու ուղղակի պետք է ճանապարհը չշարունակես։ Շատ խոսում ենք, այն ինչ որ ասում եք, անընդհատ իմ մտքում հարում է, իսկ HR-ը ստեղ ինչ դեր ունի։ HR-ը որպես մարդ չհասկանանք, HR-ը որպես ֆունկցիա հասկանանք, իսկ HR-ը այստեղ ոնց կարող է օգնել, չնայած դուք էլ մի քանի անգամ անդրադարձաք, հիմնվելով ձեր փորձառության վրա եւ այն ինչ որ տեսել եք ռեալ շոշափելի ամենաշատը որտեղ եք տեսնում HR-ի արժեքը ընկերություններում հատկապես հիմա որ շատ է փոխվում արհեստական բանականությունն է ոլորտը տրանսֆորմացնել գլոբալիզացիան է տրանսֆորմացում COVID-ից հետո շատ բան փոխվեց էլի HR-ում ու վստահ եմ ինձ որպես մասնագետ էլ է հետաքրքիր մեր ունկնդիրների մեծամասնությունն էլ HR մասնագետներն կուզենան լսեն այդ որն է այն արժեքը, որ բերում է HR ընկերություն եւ այս ձեր ամբողջ պատմածի մեջ փաստացի ռազմավարական կառավարման երկար եմ հարցը ձևակերպում, բայց կուզենամ ամբողջական ասեմ ռազմավարական կառավարման ու այդ ռազմավարությունը թիմին հասցնելու ճանապարհի մեջ որն է HR-ի դերը, HR-ի արժեքը։
նայեք, ընդհանրապես եթե բիզնեսը դիտարկենք 3 կարևոր օղակներ։ Մեկը դա արժեք ստեղծողներն են, մեկը դա արժեքն է, մյուսը դա արժեք սպառողներն են։ Ցանկացած բիզնես, ոչ միայն բիզնես, պետությունը նույնպես այդպեսին է։ Կա արժեք ստեղծողներ, դա պետական մարմիններն են, կա արժեք, դա հանրության, հասարակության բարեկեցություն, անվտանգությունը հիմնական, այդ product-ն է պետությունը տալիս իր հանրությանը։ Բարեկեցություն եւ անվտանգություն։ Եվ երրորդ սպառողներն են, դա քաղաքացիներն են։ Բիզնեսում նայեք էլի, արժեք ստեղծողներ թիմի անդամներն են, արժեք դա այն product-ն է, որը պետք է ստանան, կապ չունի նյութական ոչ նյութական։ Սպառողները դրանք հաճախորդներն են։ Այս 3 բաղադրիչներով էս ամբողջ համակարգի մեջ արժեք ստեղծողների եւ արժեք ստեղծողների product-ի ստեղծման եւ product-ը հաճախորդներին փոխանցման ամբողջ գործընթացը ներառում է մարդկային վարքագիծ։ Բոլոր դեպքերում արհեստական բանականությունը ինչքան էլ փոխարինի, այո, մենք հիմա ինչքան որ զարմացած ենք արհեստական բանականության ներխուժմանը, այնքան էլ ժամանակին գերանդի քաշող տղաները զարմացած էին տրակտորների ներխուժմանը։ Ինչ տարբերություն ոնց է, բան ժամանակ իրաց մոտ պանիկա էր, բա մենք գյուղում աղջիկ էին տալիս լավ գերանտիկ քաշողներին, բա հետո ինչ դառան այդ տղաները։ Այդ տղաները կամ գնացին տրակտորի գործարաններում աշխատեցին, կամ տրակտորից դառան, որպեսզի կարողանան այդ խոտը ադապտացիա։ Այո, այսինքն ստեղ գնաց կրթական process։ Այսինքն ավտոմատացումը, մեքենայական ուսուցումը, այս արհեստական բանականության այս ներգրավումը այս ամբողջ process-ների մեջ ոչ թե մարդկային գործոնը վերացնում է, ես սխալ է ձևակերպումը, մարդկային մեխանիկական գործոնը հանում է, տեղը դնում է մարդկային մտավոր ամենամեծ գործողություն։ Այսինքն այդ 10 գերանդի քաշողին եթե փոխանցվեց մի հատ տրակտորիստ, որը պետք է արդեն կարողանա այդ սարքերի վրա աշխատի, մտավոր աշխատանք ոչ թե ֆիզիկապես, հիմա էլ արհեստական բանականությունը որ եկավ 15-20 հոգի կրճատվելու է, բայց լինելու է այս մի հոգին արդեն պետք է այս ալգորիթմների հետ աշխատի։ Հա, ու ավելի մեծ արժեք բերի։ Բա իհարկե, հիմա մենք որ Facebook-ը բոլորս օգտվում ենք, դուք գիտեք, որ Facebook-ը ունի Հայաստանում ազգագրագետներ։ Մարդիկ, ովքեր Facebook-ը ոնց է կարող իմանալ այս մարդիկ օրինակ ընդդիմություն են թե իշխանություն են։ Ինքը բառերն է վերցնում։ Ազգագրագետները Facebook-ը լցնում են բառերով, որ բառերն են օրինակ լայքելուց ընդդիմադիրը լայքում, մյուս բառերի ամբողջ կոնտեքստները Facebook-ը կարողանում է հանել։ Վաղ առավոտը կարաս, եթե ընտրությունը լինի, ինչքան ձայն կվերցնի ընդդիմությունը կամ իշխանությունը։ Այդ ազգագրագետները միշտ պետք են լինելու Facebook-ինը, այնպես ինչպես մեր արհեստական բանականության, հա, այսինքն այստեղ մարդկային գործոնը գնալով ես միշտ հակադրվում եմ, ինքը մեծանում է ահրելի շատ։ Այսինքն այստեղ ուզենք չուզենք HR-ի դերը ավելի է մեծանում։ Այսինքն պատահական չի, որ HR-ը դառնում է տաղանների կառավարման ինստիտուտ, ոչ թե մարդկային ռեսուրսների։ Տաղանները, որովհետև արդեն 10 տարի առաջվա եւ այսօրվա մարդկային գործոնը արդեն տաղանդի տարբերություն է։ Եթե նախկինում կարար ոչ տաղանդավորը ինչ որ մի միջամտություն աներ գործընթացին, այսօր այդ գործընթացներից շատերը տաղանդներ են պահանջում արդեն։ Որովհետև այն հեշտ ու անհետաքրքիրը արդեն էլի տրակտորիստը տաղանդավոր էր գերանտի քաշողի նկատմամբ։ Նույն ձև այսօրվա արդեն ալգորիթմների հետ աշխատողը ավելի տաղանդավոր է մեխանիկական մոտկագրող։ Հա, հասկացած էր մոտեցումը։ Հիմա HR-ը պետք է ունենա շատ ուժեղ հավաքագրումից process-ը սկսում հավաքագրումն է, իր ադապտացիան է, ինտեգրումն է, այնուհետև գալիս է կատարողականները, ու վերապատրաստումներն են, սովորելն են։ Վերջի վերջո HR-ի խնդիրը պետք է լինի աշխատակիցների ունակությունների կապիտալիզացիայով համակարգի ոչ նյութական ակտիվի ձևավորմանը։ Որովհետև այս մարդիկ, ովքեր ստեղ աշխատում են, իրանք կազմակերպության ոչ, սա այս մարդիկ կապիտալ են։ Իրանք ունակությունները կապիտալ է։ Այնպես ինչպես ծրագիրը, որ դուք դնում եք համակարգչի վրա ձեր աշխատանքին չամ, այս մարդիկ ինչքան ճիշտ վերապատրաստվեցին, ինչքան ճիշտ ուժեղացան, այս մարդիկ ձեր կազմակերպության կապիտալիզացիան բարձրացնում են։ Այ այս մարդկանց ամբողջ նախ հավաքագրումը սկզբից պետք է ֆիլտրացիան շատ ճիշտ արվի, ամենակարևորը։
Այնուհետև ինտեգրումը ճիշտ կազմակերպվի, գա վերապատրաստումը, կատարողականների ապահովումը, առաջխաղացումների ապահովումը, այստեղ էլ է շատ կարևոր HR-ը պետք է ռեգուլյորովկա միշտ պահի, ովքեր են հավակնություններով, ով ինչ է ուզում։ Ում որ ուղղությամբ զարգացնել։ Իմ համար HR-ը դա, գիտեք, բոլոր ոլորտներից, ասենց ասեմ, եթե կառավարման խորհրդում նստած են բոլորը, առաջին HR-ն է, ռազմավարական։ Որտեղ HR-ը էլ եմ ասում, միշտ գործ ունի այնպիսի երևույթի հետ, ինչպիսին էմոցիոնալ էակ մարդն է։ Եթե կարա IT-շնիկը, տեղեկատվականը, նյութականը գնա ուսումնասիրի, սեղանի, ենի պարամետրերով հասկանա, HR-ի համար դրանք լրիվ խնդիրներ են, իրանք չեն կարողանում, իրանք գործ ունեն մի մարդու հետ, որը Չորտեն շոշափելի հստակ քո առջև դրված չի, հա։ Եվ դրա համար ես միշտ ասել եմ, բիզնեսը եւ անորոշություն բառերը իրանք հոմանիշներ են։ Իսկ HR-ը գործ ունի բիզնեսը եւ անորոշությունը։ Իրանք հոմանիշներ են, իսկ HR-ը գործ ունի այդ անորոշության մեջ։ Այդ ֆակտորի հետ։ Այո, այդ գործոնի հետ ինքը շատ լուրջ բախվում է։ Հա։ Դե չեմ հարցնի ինչպես, որովհետեւ իսկում է դուք կարևոր հաղորդագրությունը արդեն տվեցիք, յուրաքանչյուր HR մասնագետ ինքը պիտի իր մեթոդները, ձևը, կերպը գտնի այդ գաղափարախոսությանը հասնելու, սակայն եթե մենեջերի ղեկավարի տեսանկյունից նայենք, անցած ոդկասթին էլի բավականին լավ մասնագետի է հանդիպել, իրեն էլ այդ ասացի, ասում եմ շատ զբաղված ենք, հա, այսինքն ամեն օրը ղեկավարի համար դա որոշումների կայացումը, դա պատասխանատվություն կրելը, չէ, ամեն աշխատանքի դիտալի իդեալական կողմը ապահովել եւ այլն։ Այսինքն ընդհանուր առմամբ մենք հիմա բոլորս շատ խառնենք, զբաղված ենք, ամեն օր աշխատանք ունենք եւ շատ նուրբ է սահմանը այն չոր եւ չոդ է բիզնես ղեկավարի վերածվելու, որտեղ որ նայում է զուտ թվերին, հա, կարևորը արդյունավետությունն է, ինձ ոչ բան չի հետաքրքրում, բայց արանքում կորցնում ես այդ ամենաարժեքավորը մարդուն իր բերած արժեքը, իր հանդեպ հոգատարությունը։ Այ ո՞նց եք էլի այս բալանսը կարողանում պահել, որ մի կողմից վստահ դուք արդյունավետ աշխատող համակարգեր եք ստեղծել, ընկերությունն էլ դիտարկենք որպես համակարգ, բայց մեկ ուրիշ կողմից բոլորը ձեզ շատ սիրում են եւ ասում են, որ դուք հոգատար եք եւ բոլորին շատ լավ ճանաչում եք եւ գիտեք։ Վստահ չեմ, որ բոլորը սիրում են։ Դե որ բոլորը սիրեն մի բան այն չէր լինի բանաբարձը։ Գիտեք, ստեղ ղեկավարը երբեք չպետք է մտածի, որ իրեն բոլորը սիրեն։ Հա։ Ղեկավարի խնդիրը երբեք դա չէ, որ իրեն բոլորը սիրեն, սիրելը պետք է լինի հետևանք։ Ղեկավարի թիմի մեկ նպատակն է ճիշտ արժեք արդյունք ստանալը։ Ֆրիդմանը մի քիչ շատ չոր է իր տեսության մեջ, բայց լավ խոսք ունի, ասում է ղեկավարը պետք է լինի հոսանքի նման, որ թիմի անդամները իմանան, որ ձեր տալուց եթե սխալ օգտվում են տոկը խփելու, եթե ճիշտ օգտվում են օգտ են ստանալ։ Հա։ Այսինքն ղեկավարի մոտ պետք է բացակայի այդ սուբյեկտիվիզմը, բայց միաժամանակ հոգատարությունը ինքը երբեք չի խանգարում, ընդհակառակը միշտ օգնում է։ Եթե դու ի սկզբանե դրել ես այսպիսի բանաձև, որ ես եմ դրել, որ ես միշտ ասել եմ, երազել եմ ստեղծեմ այնպիսի համակարգ, որտեղ կերազեմ աշխատեն իմ ընտանիքի անդամները։ Այս բանաձևի արդեն ներքո դու լրիվ քո մոտեցումները տանում ես այդ ձև։ Այո, ես ինքս պատերնալիզմի կողմնակից եմ։ Ով ասեց, որ նորեկը կամ յուրաքանչյուր ինքը պետք է որոշի ինչ է անում։ Բարև ձեզ։ Ով կարաս որոշես դու ինչ ես անում։ Ինչու, պարոն Համբարձման։ Եթե մենք դեռահասներին թողնենք իրանք որոշեն, մենք կունենանք հազարավոր նարկոմաններ։ Իսկ եթե դեռահաս չի, արդեն աշխատակից է հասուն ավակ մասնագետը։ Ինչ որ մի չափով դեռահասություն դեռ մեջ չկա։ Ամենքին որոշ չափով է վստահում ինքնուրույն։ Նայեք, պատերնալիզմը ինքը ազատ լիբերալիզմի մի քիչ ծառայություն է, որին ես միշտ ասել եմ, որ այսօր նույնիսկ համաշխարհային, հա, գեոպոլիտիկայում էլ են պահպանողականները որոշակի հետ գալիս։ Ինչն է դրա պատճառը, որտեղ հասկանում են, որ շատ բաց թողնելը եւ թողնելը, հա, այսպես ասած, յուրաքանչյուրի ազատ ընտրության վրա աղետալի վիճակների է բերում։ Աղետալի։ Կարող է մեկի ազատ կայացրած որոշման հիման վրա հազարավոր քաղաքներ ավիրվեն։ Ու դրա պատասխան տալը չտալ արդեն էական չի։ Հետևաբար, երբ որ թիմ է հավաքվում, պատերնալիզմի, եթե պատերնալիզմը ազնիվ է, ինքը միշտ հաղթող է։ Այլ խնդիր է, որ ինքը մոլորեցնող է։ Հիմա նայեք պատերնալիզմի դեպքեր։
Լիկուանյուն մաքուր չի ես այդ տեսակի գործիչը իմ համար ուղղակի բան է նմուշ է որ պիտի մենք նայենք մեկ լինում է չէ քննարկումներ պետությունը բերում է բան իրավական ակտի նախագիծ մեր հարգարժան գործընկերները նայում ես տեսնում ես օրինակները բերված են իր բան Գերմանիա Վիեննա Էստոնիա բան ներողություն Ավստրիա հələ Էստոնիա ոչ չէ պոստսովետսկը բան են բերում օրինակը ասենք Շվեյցարիա դուք լուրջ ձեզ համեմատում եք այդ երկրները այդ ասում դե իրանք լավն են Հայաստանը պիտի ճանապարհը ասենց ուղիղ քայլի մի երկրի հետ տեսնի այդ երկիրը ինչ անում որ ճշնամիներով շրջապատված բայց արդեն լրիվ Յախան թափ տալիս իրանից այնքան տավանը դա Իսրայելն է պետք է տեսնի ինչպես են դեն ներգաղթ ամեն նոր ընտրվողը իր ծրագրում գրել է քանի ներգաղթ եմ ապահովելու մարդկային ռեսուրսների եւ ֆինանսական ռեսուրսների ներգրավում վենչուրային հիմնադրամների նույն Շիմոն Պերեսը եւ նույն Իսրայելի նախկին վարչապետ եւ նույն Լիկուանյուն իրանք պատերնալիստներ են Եվ իրանք կոնտեքստում եք ասում, ոնց իրանք այդ պատերնալիզմով են ասել, շեմո բանին Լիկուանյուն ասել, բայց չէ որ $500 մի թքելու համար շատ մեծ է։ Ասեց, այսինքն դուք ուզում եք ասեք, որ մարդիկ կնան որ կթքեն, որ մի հատ է շատ մեծ։ Ասեց, ես դավակի դնա, այսինքն այս բոլոր օրինակները, որ կանոններ է դրվում եւ կանոնները պետք է պահվեն, միակ երաշխիքն են կարգապահության Իսկ կարգապահությունը միակ կամուրջն է նպատակներին հասնելու, այլ տարբերակ չկա։ Եթե ես իմ բառերով վերաձևակերպեմ ձեր ասածը, այսինքն դու թողնես դու 10 աշխատակցին տեղ ինքնադրսևորման, միանշանակ այնպես չի որ դու չտաս այդ հնարավորությունը, բայց ինքը այդ ինքնադրսևորման չափը իմանա։ Կոպիտ ասես դու մեքենան չտաս իրան ասես գնա ոնց ուզում ես քշի կոտրի արի, այլ ասես դե լավ 1-2 կարաս այդ խազես այդ մեքենան, բայց քշելու կանոնները հետեւյալն են, հա, սենց կարող ենք մեկնաբանել ձեր ասածը։ Նման ենք մեկնաբանում, անջան, բայց եկեք նայեք սենց դուք ոչ թե իրան տալիս եք մեքենա, այլ իրան տալիս եք ընդհանուր մի միջավայր եւ ինքը սկսվում է այստեղ գործունեություն իրականացնել։ Յուրաքանչյուրին դու տալիս ես տարբեր կարգի ազատություններ հասկացա որոշումների հիմա կարող է ունենալ թիմի անդամ որ կներես դու իրանից շատ խորհուրդներ հարցնես դա արդեն ուժ այստեղ խնդիրը նա է որ մեկ ասում են նոր եկած երեխեք արդեն աշխատանք են ուտում իրանց մոտ կա այդ չգիտեմ որտեղի դե դուր է գալիս չէ ազատություն բառը որ մենք ազատություն մենք իրանք ասում ենք որ կարգապահությունը դա ազատության սահմանափակում չէ ավելորդություններն եք ուղղակի կտրտում որ դուք զբաղվեք նրանով ինչով պետք է եթե մենք իրենց ես որպես նայում եմ այդ երեխեն ով մեր թիմում աշխատում է նայում եմ իրա ծնողի տեսանկյունից ծնող գնում է տուն ծնողին ասում է մեր ղեկավար ասել է որ Facebook-յան էջերում անընդհատ հերիքա այդ սկրոլ անեք տեսնենք ինչ կա դա ձեզնից ավելորդ ժամանակ է խլում դրա տեղը մի հատ գիրք կարդացեք ու մենք դնում ենք գիրք պարտադիր գիրք կարդան հիմա այդ ծնողի ռեակցիան ոնց կլինի որ գա իր երեխան կասի եթե իհարկե ծնողը նույնպես արժեքային համակարգ կասի հրաշալի է կասի հրաշալի է բա կարող է թողես այդ երեխան ասել չէ դե ինչի՞ սա պետք կարդալը հա կարդալը ով է ստեղ կարևոր է էլի մարդկային ռեսուրսների կառավարման հենց գործընթացներից մեկը նաև արժեքային համակարգերը պետք է ճիշտ դրվի ում է սուսում ու պարտադիր չի որ մարդը եթե հմուտ է ուրեմն վերցնենք շատ կարևոր է նաև իր արժեքային համակարգը ինքը ինչքանով է կարողանալու քո կազմակերպության մշակույթին, հա, եթե նայենք մշակույթը հիմնված է արժեքային համակարգի վրա, գործառույթը հիմնված է մարդու ունակությունների վրա, սրանց համադրումն է կարևոր։ Շատ կարևոր է։ Դրա համար ինչ որ մի ձևով նաև լավ կորպորատիվ մշակույթով կազմակերպություն նաև լավ մշակողներ են։ Մշակողներ են, այո, կարող են գան եւ մարդը 5 տարվա մեջ ծնողն էլ սկսի ճանաչել իր երեխուն արդեն ինչքան ձևավորի բայ իհարկե մշակում են հասկացա 5 տարի հետո կարող է այդ երեխային ինձ եղել է դա երբ որ ծնողը ասեց որ իմ երեխան կյանքում sense կարգապահություն չի դրսևորել հա ես պատկերացնում եմ ձեզ մոտ ոնց է հա իրոք ազատ է ով ոնց կարա ազատ բայց եթե դու քո գործողությունները չեն համահունչ չեն քո կորպորացիայի առաքելությանը եւ տանում են թեքվել ու ամենավատ բանել sense ասենք ամենամշակութային սկզբունքները պետք է սկզբունքները ճիշտ դրվի հա ռուսերեն բառը упёрся сообщи հենց մի հատ խնդիր է եթե դու դա քննարկում ես խնդիրը լուծում ես 99.99% սկսում է հետևալ նախադասությամբ ես մտածեցի
Ես ենթադրեցի։ Ես էլ ասում եմ դուք թող մտավորականները մտածեն, եկեք դուք գործով զբաղվեք։ Այսինքն եկեք խնդիրը, տեսա խնդիրը, ել մի ենթադրություններ արա։ Լուծենք։ Այո, դրանք մշակութային սկզբներում մարդու մոտ սկսում է արդեն ձևավորել մտածելակերպ։ Այ խոսեցինք շարունակական կրթությունից, պարոն Համբարձումյան, դուք էլ նշեցիք, գիտեմ, որ ձեր բոլոր կառույցներում, որտեղ որ ղեկավարում եք կամ ներգրաված եք, հենց այդ շարունակական ուսուցման ջատագովներից մեկն եք։ Կուզենամ մի փոքր հետ կարևորությունից խոսեք, հենց ձեր բառերով, ձեր ներսի հայացքով եւ ինչպես է կարողանում այդ շարունակական ուսուցման մշակույթը տարածել այլոց շրջանակում։ Դե շարունակական կրթությունը չպետք է լինի ուղղակի մոդա։ Լավ բան եք ասում, հա։ Դեռ կա ասում եմ շարունակական կրթություն եք անում, բայց ոնց նայում եմ այդ կրթության տված հա, պտուղները այդքան էլ բան չեն, արդյունավետ չեն։ Կրթությունը իրականում էց ինքը պտուղները բանն են, արմատները դառնեն պտուղն է քաղցր կրթության եւ մենք պետք է հասկանանք, որ նույն այդ շարունակական ուսուցումը ինքը զոհաբերություն է։ Եթե ինչ-որ մեկը սովորում է, ինքը պետք է լավ գիտակցում է, քիչ են սա, որովհետեւ չեն ուզում կարճաժամկետ զոհաբերություն անեն, հանուն զոհաբերեն կարճաժամկետ հաճույքները, հանուն երկարաժամկետ ուղղությունները։ Հա, օրինակ չգնան ընկերների հետ շրջարան, նստեն տանը գիրք կարդան։ Այսինքն ուսուցումը դա զոհաբերություն է։ Հիմա ինչի ենք մենք կարևորում այդ զոհաբերությունը։ Իմ համար սենց եմ ես պատկերացնում, որ օլիմպիական չեմպիոնները որ կանգնում են առաջի, երկրորդի եւ երրորդ տեղերը, իմ համար առաջի տեղ կանգնածը բարձր է, չէ, ավելի կանգնած։ Այդ բարձրությունը բնորոշում է իր տակի այդ բարձրությունը իր զոհողությունների չափը։ Ինչ լավ մետաֆորա է։ Այսինքն յուրաքանչյուր, եթե դու շատ ես զոհողություն տվել ու քո հմտունակությունները բարձրացնել, դու ավելի շատ ես հասնելու։ Հիմա ինչի համար է անհրաժեշտ այս անդադ, հա, lifelong learning են ասում, ցկյանս ուսումնառությունը։ Ստիվեն Քովի կյանքի 4 հարացությունները շատ հետաքրքիր են, դրանցից մեկը ասում է պատկերացրու, որ այնինչ գիտես, հաջորդ տարվա սկզբին այլևս քեզ պետք չի լինել։ Եվ ըստ այդմ ապրիր։ Այսինքն ապագայի մասին էլ մտածել։ Այսինքն դու այս պահին ինչ գիտես, այլևս այս գիտելիքը քեզ հաջորդ տարին սկսելուց էլ պետք չի լինելու, հնանալու է ինքը։ Սա է կրթության, անընդհատ կրթության հիմնական կարևորը, որովհետև խորհրդային ժամանակաշրջաններում մարդիկ գնում էին ինստիտուտ էին ավարտում, գալիս էին ու արդեն գիտեն, որ իրենք միջև կյանքի վերջը աշխատում են։ Իսկ հիմա ես համոզված եմ, որ մարդը կարա 5 անգամ փոխի մասնագիտությունը։ Իհարկե ոչ շատ կարդինալ, բայց կարա մասնագիտությունը փոխի 5 անգամ, որովհետև ինքը շատ արագ է, ամեն ինչը զարգանում ու խավրից ես չգիտեմ, այս արագությունը ուր է տանելու։ Իսկ այս արագությանը հետ զուգահեռ գնալ, ելի եմ օրինակը բերելու Իսրայելում իրենց պաշտպանության բանակում ամբողջ ինքը ուսումնական մեծ բան է հզոր այդ իրենց որտեղ որ կրծում են կան էլիտար ստորաբաժանումներ, այնտեղ եթե դու արդեն էլիտար ստորաբաժանում ծառայել ես, դու պրոֆեսոր ես համարյա։ Այդքան շատ բարձր։ Հազուտ ռազմական գիտելիք կամ փորձի մասին չի, էլի, հա, կենսակերպի, մտածելակերպի։ Շատ այնքան հեշտ են հետո բիզնեսներում կիրառում, դուք չեք պատկերացնում Իսրայելի պատմությունը որ ուսումնասիրում եք, հա, իրանց են ստեղծման պետության առումից միջև մեր օր իրանց ճգնաժամերը, մարդկանց մոտ տպավորությունն է որ Իսրայելը բան է բախտը բերել է Ամերիկա։ Իրանք եղել է ժամանակ միավորված ազգերի կազմակերպությունը բոլորը դեմ են եղել Իսրայելին, այդ թվում ԱՄՆ-ն։ Ոնց են կարողացել ճկուն հաղթարին, սխեմ օրինակը միշտ բերում, որտեղ մենք պետք է վերցնենք, քայլած բոլոր կոշիկի հետքերը ստուգենք, հետևից գնանք, որ կարողանանք վերջի հանենք այս շրջափակված, չարաբական երկրներով շրջափակված, ասում եմ, ստարտափների բան է ինքը, ծաղկուն մի բան է, տարածաշրջան է, այո, այդ ամբողջ ինքը կարողանում է, այնտեղ կրթությունը ոնց է տված, դու ամոթ ես, կրթության մասին խոսել որ մարդը կրթված չլինի, այսինքն ուսումնառությունը անընդհատ շարունակելը մեր մոտ հենց դրված է թիմքի վրա, եթե դուք մեր համակարգում ուզում եք աշխատել, կապ չունի գրասենյակներում կլինի գործընկեր, թե ասոցիացիայում կլինի, դուք պետք է ձեզ մի հատ հարց տաք, արդյոք ես պատրաստ եմ սպորտսմենի կյանքով ապրել։ Այսինքն դա նշանակում է, որ իմ անբաժան կյանքի ուղեկիցը պետք է լինի անընդհատ կրթվելը։ Եթե այո, եթե չէ, ուրեմն սա ձեր տեղը չէ։ Իսկ պրակտիկ մակարդակով
որովհետեւ դու այդպես չես կարող չէ ասել ու բան քաշվել մի կողմ, այսինքն հա, ինչպես է կազմակերպվում։ Ժամանակական մասնագիտական զարգացման սեմինարներ կա։ Բարոբերտ է սա։ Ձեր համով ճիշտ եմ հիշում, համովները։ Համով դրանցից մեկն է։ Համով աշխատակիցներ դա իմ հեղինակային սեմինարն է։ Կպատմեք մի քիչ, որտեվ վստահ HR մասնագետներին կհետաքրքրի այդ մշակույթը ինչպես է։ Հենց ինքը HR-ի բաղադրիչ է։ Համով աշխատակիցները դրանք համը հապավում է։ Համ գից ով։ Ուղղակի բառացի ստացվում է համով, հա, ռուսերեն վկուսնի, բայց ինքը բան վկուսնի չի։ Ինքը համը կոչվում է հաջողակ անձի մտածելակերպով։ Եվ համովի ամբողջ մեր սեմինարները, եթե իհարկե իրանք չեն փոխարկվում այդ պահա կորպորատիվ կառավարման սեմինարով, համովի սեմինարները հիմնականում հիմքում ընկած են ոչ թե մասնագիտական ունակությունների զարգացում, այլ սոցիալական հմտությունների, հիմա բառը ոնց են ասում, soft skill, հա, փոփոխ հմտություններ։ Հա, դու ես մեր հայերեն բառը շատ լավ է, սոցիալական հմտություններ։ Սոցիալական հմտությունների գաղափարը դա այն է, որ մարդը որպես սոցիումի, հա, մի առանձին էակ, սոցիալական որպես էակ, ինքը ցանկացած իր գործունեություն միանշանակ շփում է այլ անձանց հետ։ Այո, փոխհարաբերություն, համագործակցություն։ Սոցիալական հմտությունների զարգացման հիմքում դնում ենք ամենակարևոր անկյունակարևորը, որը կոչվում է կարգապահություն։ Կարգապահություն ունեցար, համ սոցիալական հմտությունը հետ կզարգացնես, համ մասնագիտական։ Մեր համովի ժամանակ մենք արդեն ընտրվածներ սկսում ենք զարգացնել սոցիալական ունակությունները։ Կարգապահության հիման վրա տալիս ենք ամենակարևորը հաղորդակցման ունակություններն են, որ մարդը պետք է դրանով շատ ինքը անսահման է զարգանում տեղ, հա։ Ասենք լսելու ունակությունը մարդկանց մոտ շատ լուրջ խնդիր է։ Մարդ կա լսում է, բայց այնքան որ սպասում է դու ավարտես ինքը խոսես, հա, լսում չէ։ Հաջորդ հարցը տա, հա։ Այո, հաջորդ հարցը տա։ Նույն ձև կա նաև սոցիալական հմտությունների մի քիչ արդեն առավել բարդ կատեգորիա, որ կոչվում է արդեն այլոց վարքագծի վրա ազդելու կառավարման հմտությունները։ Ղեկավարական դերերի մարդիկ։ Այո, եւ մենք համովների ժամանակ միշտ փորձում ենք նաև իրավիճակներ վերլուծել, փորձել հասկանալ ինչպես կանալ եւ արդյունքում ես զգում եմ, որ ուրիշ բան չէ կարգապահությունը բարձրանում։ Փոխվում է։ Գիտեք, կողքից այնքան սահուն է թվում, մենք հատկապես հայերս հակված ենք, չէ, հաջողությունը բախտին, ոնց որ բախտի վրա գցելու, հադե բախտը բերեց, հադե հեշտեր կամ սոցմեդիային հավատալու, որ մարդու կյանքում ամեն ինչ ինքն իրան ստացվում է, էլ ինքը մի օր տենց արթնացավ, սենց հաջողություններ ունեցավ։ Կուզենամ մի քիչ դժվարությունների կողմից էլ խոսեք, ակնհայտ հաջողակ մարդ եք, ակնհայտ արժեք բերած մարդ եք մեր Հայաստանի Հանրապետությունում եւ ավելին, ինչ դժվար պահեր եք ունեցել, ինչ բարդություններ եք ունեցել, այն ամենանշանակալիները, որ սենց մի պա հետ եք կանգնել կամ մի պա կանգ եք առել վերլուծել եք ու ինչ դասեր եք քաղել դրանցից։ Շատ են եղել մարտահրավերներ, շատ են եղել, պատկերացնում եմ։ Հա, բնականաբար, ու դեռ շատ էլ կլինեն բնականաբար, բայց կոնկրետ չեմ կարող տենց ինչ որ հիշատակել։ Եղել են նույնիսկ անznավորված այսպես ասած ճղճիմ մոտեցումներ պետական չինովնիկների կողմից, չինովնիկի կամ չինովնիկների իրական չի։ Բայց դրանք մենք արդեն խաղերի տեսությունով շատ հեշտ ենք տարել, ու ամենակարևորը ես միշտ ասել եմ, որ բիզնեսի ընդլայնման զուգահեռ մարդը պետք է ուսումնասիրի ինքը որ տեսակից է։ Ինչ առումով։ Ինքը պետք է հասկանա ինքը փխրուն է, պինդ է, թե հակափխրուն է։ Կմեկնաբանեք դրանք։ Մի քիչ տենց շատ Նասիմ Թալեբի խոսքերը չեմ ուզում ասեմ, ես հենց իմ խոսքերով ասեմ, կա փխրուն, կա պինդ եւ կա հակափխրուն։ Փխրուն դրա այն մարդիկ են, որոնք ընդհանրապես այն քայլեր չեն անում, որ մտնեն բիզնեսի մեջ, որտեղ իրանք ամեն թե մարտահրավերից միանգամից ընկճվում են եւ խախտում են, ստրեսական չեն։ Երկրորդը պինդը, ինքը իրանք պինդ են։ Բայց ցանկացած պինդ ինքը որոշակի ճնշման մակարդակ կա, որ դրանից հետո էլի փափկում է, ջարդվում է։ Այդ կիսա փխրունն է։ Չէ, հենց պինդ է ինքը։ Պարզապես ցանկացած պինդ առարկա վերցրեք, մեծ ճնշման արդյունքում։ Ամենի մեծ ճնշման կա։ Բայց մարդկային տեսակ ունի հակափխրունը, որը մի քիչ ինքը հոգեբանական
հա, այրվածքների տեսանկյունից որ նայենք, իր ամբողջ գաղափարն է, որ ինչքան ինքը սխվում է, այնքան ուժեղանում է։ Հա, հասկացա։ Այսինքն հակափխրուն է ինքը եւ եթե բիզնեսի ընթացքում դու այդ փուլերը անցնելուց զգացիր, որ դու պինդես, ուրեմն պետք է իմանաս ինչ որ մի բան քո հետ խնդիր ալինելու։ Այսօր դիմացար, վաղը դիմացար, բայց երրորդն կճկվես արդեն։ Հա, բայց եթե հասկացար, քեզ ճանաչեցիր, որ դու հակափխրուն ես, ել եմ ասում, արդեն էմոցիոնալ էակ է, ինքը չի կարող էմոցիաներ չունենալ, բայց բոլոր դեպքերում այդ էմոցիաները իր հետ ամբողջ պատմությունը կերտելով հանդերձ, նաև մարդու մոտ կերտում են այդ կերպար հակափխրուն։ Դրա համար ես միշտ ասել եմ, որ եթե մենք բախվում ենք մի հատ ձախողման, մեր թիվ մեկ խնդիրը այդ ձախողումը նոր հնարավորության վերածելն է։ Ու դրա համար մենք կարող ենք նույնիսկ օրերով, հա, մտագրողներ անենք։ Ինչպես վերածել ձախողումը նոր հնարավորության, որովհետև դա չգրված օրենք է, բարձրացրեք ձախողումը, տակը կա հնարավորություն։ Այդ բարձրացնելու եւ տակնալու process-ը արդեն ցավոտ է, դժվար է։ Ցավոտ է, պետք է իրական, բացի ցավոտը նաեւ մեծ հմտություն է պահանջում, որպեսզի կարողանանք իրան բարձրացնել եւ տակնալ։ Եվ որ հանդիպեցի հնարավորությունը, դու հասկանաս, որ սա ուղղակի նվեր էր։ Սա նվեր էր։ Ինչքան լավ բան եք ասում, պարոն Համբարձումյան։ Շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը։ Ինձ թվում է հիմնականի մտքում ինչ կար մենք անդրադարձանք, ես անպայման ուզում եի, որ ձեր ղեկավարական փորձից դուք խոսեք նաև թե ինչպես եք տեսնում HR-ի դերը, ու դե մյուս կոնցեպտն էլ որ միշտ ասոցացվում է ձեզ հետ այդ անընդհատ կարդալը, սովորելը, դե պարտադի չի կարդալու ձևով էլի, բայց ինչ գիրք ասել եք, պատվիրել եմ, Ֆրիդմանը դեռ չեմ ավարտել այդ մեծ շարքը, բայց 3 հատը կարդացել եմ, ուղղակի ոչ ձեր ասած հերթականությամբ, բայց մի հատ հերթականություն շասնեք որ կարդամ։ Անմիջալով ձեր ներողություն ձեր նովեներից մեկը ես այն օրը հայերեն ինձ նվեր տվեցին էլի։ Հա։ Բանը պրինցիպը, սկզբունքները։ Հա, ես նայեցի, ասում ես անի նվերն է ռուսերեն բացեցի տեսա։ Շատ ուրախացա, հա։ Բայց դուք իմ նվերը պահեք էլի, պարոն Համբարձումյան։ Ձեր նվերը պահել եմ ռուսերեն։ Որ այս հայերենը ուղղակի դե իմ համար հայերեն ավելի հեշտ է կարդալը, հա, կսկսեմ։ Դե պարտադիր չի կարդալը միայն։ Նաև ընդհանրապես ինչ ֆիլմեր ես նայում, ինչ գրքեր ես կարդում, ինչ մարդկանց հետ ես շփվում, այս բոլորը ձևավորում են քո կերպարը։ Այո։ Հիմա ես նորից անդրադառնամ իմ ամենակարևոր սկզբունքներից մեկին պատերնալիզմին, երբ որ մենք ասում ենք պետք է կարդանք, շատերի մոտ նվնվոց է սկսում։ Մեր հենց համակարգը։ Հաջողակների ակումբ ունենք առանձին էջա, որտեղ մենք կարդում ենք մեր երեխեք։ Հիմա այս երեխեքը որ կարդում են, սկզբից նվնվում են, բայց ժամանակ չունենք, բայց ես էլ ասում եմ ընդհանրապես մեր համակարգում ժամանակ չունեմ։ Մի բանը որ չեն հասցրել, ասում են չենք հասցրել, ասում այդ բառը ճիշտ բառ չի։ Ընդհանրապես դրան փոխանակ ասում առաջնահերթություն չեմ տվել։ Հա, ես էլ եմ միշտ այնց ասում։ Առաջնահերթություն կամ որ ասում եմ մոռացել չկա, դրա հումանիշն է, գրի չեմ առել։ Հիմա եթե դու չես բան արել մոռացել, ուրեմն կարդալու չես, հենց սկսում են կարդալը էֆեկտը զգում եմ։ Այսինքն կոպիտ ասած, եթե որևէ մեկին ինչ որ մի հարցով ստիպում ես որ անի, ու ինքը անելուց հետո քեզ շնորհակալություն հայտնում, ուրեմն քո ստիպելը արդարացված է։ Իմաստուն է։ Այ պատերնալիզմը դա է։ Երբ որ ինքը արեց քո ստիպողը, հարուսերեն պրինուզենիա բառը ստիպեցիր, ասեցիր ոչ, ցնողական թե ավակ ընկերոջ իրավունքով պետք է անես։ Հետո ինքը դրանից հետո քեզ շնորհակալություն է հայտնում, չի փոշմանում որը։ Դա նշանակում է որ արդարացված է։ Այդ ճիշտ է։ Պարոն Համբարձումյան ջան, շատ հետաքրքիր ձեզ հետ զրուցելը։ Մերսի որ եկաք։ Ես գուցե մեկ այլ առիթով ձեզ նորից կհրավիրեմ, որովհետև կիսատության զգացում ինձ մոտ առաջացավ, որոշ թեմաներ արագ անցանք։ Ունեք ավելացնելու բան։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, իմ համար է շատ հաճելի, որովհետև այս մտքերը կիսվելը նաև իմ համար նորից շատ դրական էմոցիաների լավ առիթ դարձան։ Դուք էլ միշտ էլ իմ համար եղել եք որպես լավը սիրող, լավը գեներացնող նաև ձեր կողմից, Անի ջան, ու սա լավ առիթ էր, որ նորից հանդիպեցինք, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, ձեզ հաճելի երեկո, պարոն Համբարձումյան ջան։